Մեր տաղավարում արդեն Արմեն Չիբուխչյանն է հարգելի հեռուստադիտողներ, վերլուծությունների ժամանակն է եւ նախ եւ առաջ պարոն Չիբուխչյանին խնդրելու եմ անդրադառնալ փաստին, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այսօր հավանություն է տվել բանակին վերաբերող օրինագծին, որը դեռ պիտի իհարկե գնա ազգային ժողով, բայց եկեք մանրամասնենք եւ ներկայացնենք մեր հեռուստադիտողներին։ Այո, բայց քպեական պատգամավոր Հայկ Սարգսյանը շուտվանից այսպես ինչ դարձել է պատգամավոր, այսպես ինքը որոշել է, որ ինքը այնքան ինտելեկտ ունի ու այնքան խելացի է, որ կարա մի ամբողջ երկրի պաշտպանության համակարգի ուրեմն ոտին քար կապի եւ խորտակի։ Այդ մարդը չի հասկանում, որ ինքը պետք է ուղղակի սուսուփուս նստի ու չխոսա, ընդհանրապես ոչ մի բան չանի, որովհետև այն ինչ որ ինքը հիմա առաջարկում, այո, այն ինչ որ իհարկե ինքը իրանով չի parza այնտեղ կառավարությունը հավանություն է տվել համաձայնեցված է, բայց սա մի սարսափելի օրինագիծ է, ես զգուշացրեցի մի քանի օր առաջ, ասացի հրաժարվեք, որտեղ սա դեմոկրատիային դեմ է։ Եկեք նախ ասենք ինչի մասին է խոսքը։ Դա երևի արդեն շատերը գիտեն, փողով բանակից ազատվելու մասին է, այսինքն կամ փող է ստանա, այս գումար, այնտեղ չափերը տարբեր են։ Դու օրինակի համար ենթադրենք 20 միլիոն տալիս ես, մի ամիս ես ծառայում 24 միլիոն տալիս ես, չգիտեմ, չես ծառայում կամ չգիտեմ 15 ես տալի, կես տարի ես ծառայում, մոտավորապես այսպիսի տրամաբանության մեջ է, այսինքն, հա։ Եվ սա նրա մասին է, որ այդ լոլոները, թե բա եկեք այդ կան, վճարեն, այդ գումարները ուղենք բանակին, այդ գումարներով դու անգամ չես կարող լուրջ զենք առնես, հա, որովհետև այդ գումար, կոպիտ ասած, եթե նայենք, ասենք, կամ էլ մարդիկ պետք է այն, այսինքն ով որ ուզենես, այս տաները ծախեն մարդիկ իրանց, որ իրանց երեխաներին ազատեն բանակից, հա, այսինքն սա մի կատաստրոֆիկ բան է դառնալու։ Ծնողներ կլինեն, որ տները կվաճառեն, որ երեխաներին բանակից ազատեն։ Երկրորդը, այսինքն սա կատաստրոֆա է դառնալու, երկրորդը, ուրեմն սա էլ ավելի է խորացնելու հասարակության մեջ հարուստ աղքատ այդ անջրպետը, որովհետև տեսեք, ասենք գնում են այն երեխան, որ գումար չունի, ինքն էլ է ուզում մի տարի, մի ամիս ծառայի, բայց գալիս է տեսնում է մի հատ հարուստի երեխա, մեկ ամիս ծառայում է, իսկ մեկ ամսվա ընթացքում բազմիցս եմ ասել, ոչ մի սպա գլուխ չի դնելու ոչ մի հարուստի երեխայի հետ։ Եկեք ճիշտը խոսենք, էլի, չեն դնելու։ Ես ծառայել եմ 2 տարի, ես գիտեմ ինչ է հարուստի երեխան, ես գիտեմ ոնց են ծառայել իրանք, ես գիտեմ ինչ ա եղել, շատերին չենք տեսել ընդհանրապես, հասկանում եք, չնայած այս ժամանակ այդ օրենքը չկա։ Հիմա առավել եւս եթե դու մի ամիս ես սարքում, նշանակում է ուղղակի դու ազատում ես, չեն էլ նայելու եկել զորամաս, չի եկել զորամաս եւ այլն։ Իմանալով նաեւ համակարգը, էլի։ Սա առաջին թյուրիմացությունն է, որ դու բանակի ոգին դրանով գցում ես, որովհետև օրենքի առջև բոլորը հավասար են, սա ամրագրված է սահմանադրության մեջ եւ օրենքի առջև հարուստ, աղքատ չպետքա լինի արտոնություններ, այդպիսի չպետքա սահմանել, սա Հնդկաստան չէ, որ կաստաներ են սահմանում, ով ուրեմն ավելի արտոնյալով ավելի քիչ, սա մեկ։ Երկրորդը, հիմա պատկերացնենք, Հովիկ Աբրահամյան Մուկ մականունով, Սամվել Ալեքսանյան Լֆիկ մականունով, Գագիկ Ծառուկյան Դոդ մականունով, Խաչատուր Սուքիասյան Գրզո մականունով, ինչպես մամուլն է, եւ այսպես շարունակ։ Նրանց գերդաստանների համար ինչ է 15 միլիոն, 20 միլիոն դրամը։ Հարցնում եմ, ինչ է նրանց համար։ Սերժ Սարգսյանի շրջապատի, Ռոբերտ Քոչարյանի շրջապատի, այս նրանց համար է, այս օրենքը մշակել։ Սա կաշառքի օրինականացում է ուղղակի։ Կաշառքի օրինականացումն է, չեք կարող ձեր մեգադախլչիներից փող հավաքեք, այսինքն ո՞րն է խնդիրը։ Հակառակը դուք նրանց համար եք անում, որ նրանք կարողանան իրանց շրջապատը հանգիստ գնան, էլ ինչ ծանոթ, էլ ինչ մի հատ էլ հələ մամուլը բռնի, բարձրաձայնի, ասի, ես ինչի բարեկամը չի ծառայ, չէ ինչի։ Օրինական փողը տվել է, մարդը օրինական ազատվել է։ Մեր բանակի համար մեծ բան է արել, կոպիտ ասած, ոչ մի մեծ բան էլ չի։ Եթե մենք վերցնենք, ասենք, դուք պատկերացնում եք, չգիտեմ, տեսեք, մի հատ նորմալ զինատեսակը միջին, որ լավ ժամանակակից, որ դու առնես սպառազինություն, 5-10 միլիոն դոլարից եւ վերև է սկսվում, կոպիտ ասած, հա։ Լավ, 1 միլիոն դոլարից եւ վերևից է սկսում։ Այդ ինչքան մարդ պիտի այդ փոքր Հայաստանում ազատվի, որ դուք այդ բանակում այդպես բաներ անեք։ Այսինքն սա հարուստ խավի համար ընդունված մի նպատակ։ Երկրորդ նպատակը կաշառքի օրինականացումը։ Այդտեղ նոր հարստացածներն էլ նոր իշխանություններից սկսեցին ազատել իրենց բարեկամ։ Մի խոսքով կոնսենսուս կա հների, նորերի, բոլորի միջև, որ լավ օրենք է, էլի չի գնենք լրագրողների աչքի տակ։ Հաջորդը որքան ես հասկացա եւ սա ես խնդրում եմ պարզաբանման կարիք ունի։ Ուրեմն մինչև 16 տարեկան երեխաներն էլ եւ որպեսզի ազատվեն բանակից, ուրեմն այդ երեխաները պետք է վճարեն 15 միլիոն դրամ եւ կարող են քաղաքացիությունից էլ հրաժարվել, որքան ես հասկացա։ Եթե այս կետը համապատասխանում է ինչ ես հասկացա,
Սա նշանակում է, սա նաև անցել են սփյուռքահայերին կլպելու գործին, որովհետև տեսեք, հիմա որ ենթադրենք, անկախ նրանից, ով ինչ պատճառով է եկել սփյուռք, շատ տարբեր, մեկը green card է շահել, մյուսին հրականչել են, պահանջել են, երրորդը ուրեմն ինչ որ այլ տարբերակով է եկել։ Ասենք այդ ամբողջի մեջ ենթադրենք թող 3% կամ 10%-ը երեխային բանակից փախցրած լինի, տեսականորեն։ Բայց անչափահաս երեխան ինքը չի իր ընտրությունը կատարում։ Ինքը չի կարող պատասխան տալ ծնողի համար։ Անկամ ուրեմն չկա տես բան, օրենսգրքում էլ չկա, օրենքով էլ չկա, որ երեխան ծնողի համար պատասխան է տալիս, հա, ծնողի արած քայլերի համար։ Դուք հիմա եթե դա այդ, այսինքն դուք հիմա ասեք, երեխան եկել է 2 տարեկանում էստեղ, ապրել է, ամերիկանիզացվել է, ընդհանրապես Հայաստանի հետ կապ չունի, այդ մարդը նոր կյանք է սկսում։ Եվ մի օր ուզում է գնա իր հայրենիքը տեսնի, որ կապը չկորցնի, իրանք դնում ասում են, չէ, այ հայրենիքը տեսնելու համար 15 միլիոն կվճարես, թե չկտանենք, կմցնենք, կյանքդ կքանդենք, որտեղ այդ երեխան կապ չունի, ստեղ ապրե, մեծացե եւ այլն։ Այդ երեխուն բռնում ուզում են, ասում են, դե ուրեմն կամ չես տեսնի հայրենիքդ, կամ դուք հասկանում եք ես ինչ են, այսինքն անցել են, մտածում են, հա դες սփյուռքայի համար ինչ է։ Ոչ սփյուռքայի համար $30,000։ Այո, դե հիմա տեսեք, հիմա դե ոչ երկքաղաքացիության։ Դե հիմա տեսեք, մարդը օֆիցիալ ինքը քաղաքացիության չի դիմել Հայաստանում, ինքը երեխա է եղել, չէ՞, տեսականորեն։ Հիմա մարդը երեխա, լավ, եկեք չանցնենք ժամանակը, երկրորդ մասից շարունակենք, այս մասը մի քիչ ավելի հետաքրքիր բացատրենք։ Գնում ենք հիմա գովազդ։ Սերիալ ես փնտրում, տանդեմ սերիայի նոր էպիզոդն ես ման գալիս։ Դու դեռ փնտրում ես, մինչդեռ վիդեոն տապալվեց, գովազդը բացվեց, քեզանից գումար շորթեցին, իսկ դու դեռ հույսում ես։ Մինչ դու փնտրում ես հարթակներ առանց վիրուսների, անվերջ սպասում ես, նյարդայնանում ես, իրենք արդեն սերիա 13-ի վերջն են։ Arflix պլատֆորմում մի փնտրիր, ուղակի դիտիր։ Դասամիջոց, տանդեմ, սոս ինձ, ընդամենը մի կյանք, կայսրության թևերը, շատ շուտով արդեն Vendetta, բաժանորդագրվիր հիմա եւ բացահայտիր սերիաների թեժ զարգացումները առանց սահմանափակումների։ Շաբաթական նոր սերիաները սպասում են քեզ անմիջապես Arflix-ում։ Մի կորի ֆեյքերում, մի փնտրի պատճեններ։ Բարի գալուստ Arflix։ Դիտիր իրականը, պարզ որակով հասանելի։ Ոչ մի անհասկանալի կայք, ոչ մի վիրուս, ոչ մի վտանգավոր գովազդ։ Միայն զվարճանք։ Երբ դու ես ընտրում ինչ եւ երբ դիտել։ Arflix-ը դա այն հարթակն է, որտեղ ճիշտ ժամանցը հանդիպում է հայկական ինքնատիպության հետ։ Միացիր այսօր, աջակցիր քո մշակույթին, ընտրիր միայն լավագույնը։ Բաժանորդագրվիր հիմա 3w.arflix.com։ Վերադառնանք գովազդից առաջ վերելուծվող թեմային հարգելի հեռուստադիտողներ, եթե պարզ մատչելի լեզվով ասենք, վճարում եք, փող եք տալիս, ազատվում եք ծառայությունից Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Ուզում եք տվեք, ուզում եք մի տվեք, այսինքն տարօրինակ է, բայց կառավարությունը հավանություն է տվել այս օրենքին, ես երևի շատ կոպիտ ասեցի, չնայած պիտի գնա այս օրենքը դեռ օրինագիծը, դեռ ազգային ժողով եւ կարծում եմ այնտեղ շատ Դե քանի որ մեծամասնություն է ԿՊ-ն, չեմ կարծում թե հուսով ես չեմ կարծում ԿՊ-ականների մեջ մարդիկ կգտնեն որ կհակասեն, բայց հուսով եմ որ կհակասեն, առավելից ոնց որ Պապիկյանն էլ դեմ չէր, ինքը լինելով պաշտպանության նախարարն էլ էս վիճակում, բայց ավարտելով հետեւյալը, տեսեք Սա սոցիալական ցածր պատասխանատվության ուրեմն վկայությունը, որովհետև տեսեք, ուրեմն դու չես կարող մեղադրել երեխային, որ ինքը ապրում է ուրիշ երկրում, որ ինքը ստացել է ուրիշ երկրի քաղաքացիություն, ինքը արդեն այդ երկրի լեզվով է մտածում, այդ երկրի լեզվով է խոսում։ Եվ այդ մարդը ուզում է գալ երկիր, այսինքն դու երկրիդ մուտքը քո ազգակցի համար սարքում ես վճարում։ Քաղաքացիություն Հայաստանի Հանրապետության Այստեղ է խնդրեմը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դու ունես, եթե դու ծնվում ես Հայաստանի Հանրապետությունում։ Պետության համար դա այդպես է։ Հասկանում եք, եւ պաշտոնապես պիտի հրաժարվի։ Այո, պաշտոնապես, այսինքն ոչ թե այո, միջև գնալը պետք է, չէ, միջև գնալը չես կարող հրաժարվել։ Դու չես կարող հրաժարվել, դե չունես այլ երկրի քաղաքացիություն։ Հիմա այս պարագայում, եթե ամերիկացի երեխան ասենք, ունի Ամերիկայի քաղաքացիություն, ապրում է այստեղ, մեծացել է այստեղ, դպրոցա սովորել, ինչ համալսարան ավարտել, որոշում է գնալ Հայաստան, ձեռները բռնում բոլորում են, ասում են կամ փողը դու, կամ պետք է տանեք։ Ոչ, երկիրը անենց պահեք, որ մարդիկ չգնան։ Երկիրը նենց պահեք, որ դրսից ներդրումներ բերեք, որ աշխատատեղեր ստեղծվեն, բարձր երկիրը տաքսիստ է էլի դարը, Քոչարյանի վրա են հարձակվել։ Քոչարյանից ոչ մի բանով լավը չեն հիմա, ես գնացի Հայաստան, սաղ երկիրը տաքսիստ է դարել, ցավոք սրտի։
Պաշտպանության նախարարության աշխատողը տաքսի ա քշում, ոստիկանության աշխատողը տաքսի ա քշում։ Սա ոնց կարելի է։ Անենց արեք, որպեսզի մարդիկ ուզենան Իսրայելի էսեներով բերեցի Իդան Ալեքսանդրի օրինակը, որին Տրամպը ազատեց։ Այդ տղան ապրել է, սովորել է Միացյալ Նահանգներում եւ որոշել է, որ իր երկրի համար, Իսրայելի համար պետք է ինքը գնա ու ծառայ, ընդ որում հոկտեմբերի 7-ից առաջ է գնացել, ոչ թե այդ իրադարձությունների կապակցությամբ եկեք չսխալվենք։ Այդպիսի երկիր սարքեք։ Դե չէ, այս ինչ որ դուք անում եք, սա այլանդակություն է, իրոք սա այլանդակություն է։ Էլի Սփյուռքին է քերում, մեկի հարուստներին է կարտոնություն տալի։ Ուրիշ բան սրա տակը չկա։ Գիտեք, այդ ամեն ինչի մեջ տրամաբանություն ըստ իս կարող էր լինել այն դեպքում, եթե մենք ապրեինք անվտանգ, հարազատ բարեկամ պետություններով շրջապատված երկրում, որտեղ վտանգ չկար պատերազմի, բայց այսօր արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներն է Ռուբիոն արձագանքում փաստին, որ Ադրբեջանին դժվար է զսպել, այդպես է Այո, դա լսումների ժամանակ էր 3-4 օրը, որ խոսած։ Երեք էլ շարունակություն եղավ Ջիմ Կոստան Ադրբեջանի մասին հարցրեց։ Այո, Կոստան, այո, ճիշտ է, Կոստան Ադրբեջանի մասին հարցրեց, բայց այստեղ տեսեք ինչ է խնդիրը։ Պատերազմ եղավ, խնդրեմ են ունենալու այդ հարուստների երեխեքին բերելու։ Էլի չէ, այսինքն էլի այդ օրենքի ֆոնը ազդելու է այդ մարդկանց վրա, այդ ասելա ոնց մենք ենք հիմա պատրաստ կրվելու։ Նա մի ամիս էլ չի ծառայել, չի ծառայել, չգիտի ոնց զենք պահի։ Ես եմ ծառայել։ Այսինքն ինչ է ստացվում, պետք է մենակ չունևորներ երեխաները գնան կռվեն ու զոհվեն։ Չէ, լուրջ սոցիալական խնդիր է սա եւ այո, պետք է սրանից պետք է օր առաջ հրաժարվել։ Հրաժարվեք, քանի շուտ ուշ չի։ Այսպիսի բան մի արեք, սա այլանդակություն է ուղղակի։ Այո, եւ դուք ճիշտ նշեցիք։ Ես կփորձեմ մի փոքր այսպես կարճ անդրադառնալ, կփորձեմ ես վաղվա լայվում ավելի մի փոքր ընդարձակ տալ Ռուբիոյի խոսքը, բայց դուք ճիշտ եք ասում, հատկապես հաշվի առնելով, որտեղ եթե օրենք Ռուբիո խոսքը դիտարկում ենք, այստեղ նաեւ Իրանի գործոնը պետք է դիտարկենք, այստեղ Իրանի բանակցությունների հարցն է եւ այո, մենք այս մասին խոսում ենք բազմիցս եւ շարունակաբար, որ պատերազմի վտանգը Իրանի, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների մեջ շարունակում է մնալ մեծ եւ Ալիևի ես երեք էլ խոսում ենք Դերենիկի հետ, եթե չեմ սխալվում այս թեմայով, որ Ալիևի Արևմտյան Ադրբեջանի պահանջ բարձրացնելը հենց իրենք հասկանում են, որ մեծ պատերազմի դեպքում տարածաշրջանում իրենք պատրաստվում են օգտվել առիթից եւ այս իրավիճակում նոր խոսույթ էր, այո, այս իրավիճակում այսպիսի օրենքներ բերել հատկապես որ հարցումներ ենք նայում փողոցում մարդիկ դեմ են, մարդիկ չեն հասկանում սա ինչ է։ Դա ցավոք սրտի։ Բայց եկեք անդրադառնանք նաև Միացյալ Նահանգներում տեղի ունեցած մեկ այլ փաստի, տնտեսական փաստի, հարկերի հետ կապված օրինագիծը ընդունվեց, իհարկե ներկայացուցիչների պալատում գնալու է դեռ սենատ, բայց ձեր վերաբերմունքը այս փաստին։ Տեսեք, դուք տեղեք, այսինքն դուք արդեն տեղեկացրել եք երևի մոտավորապես, որ Medicaid-ը, Medicare-ի վրա կարող է ազդել, Medicaid-ի վրա ազդելու է, որ ընդորում դա հիմնականում որ թոշակառուներն են ստանում, ծերերն են ստանում, food stamp-ը, ովքեր որ սննդի օգնություն են ստանում, սա դեմոկրատների համար ամենացավոտ հարցերի մեկն է։ Չեմ կարծում, թե դա ծերերին է վերաբերելու, ասում են սահմանափակումները ուսումնասիրությունները շատ խիստ կլինեն, այսինքն թոշակառուին կարելի է, բայց ապօրինի ներգաղթյալին շատ նոր գիծ է, գիտեք, մենակա չէ, այնտեղ աշխատող, չաշխատող կա, թոշակառուի հարց կա, հազար բաներ կա, նյուանսներ կա, որոնք այսպես այդ տնտեսագիտական հարցեր են նուրբ գծեր են, որ դեմոկրատները բարձրացնում են, որ ազդելու է, նաև սննդի օգնության վրա կազդի, գիտեք, շատերը նույն հայությունը, մենք ինչքան է food stamp-ը ստանում, այո, հələ տեսեք, այլ մեդիկալ ստացողները, ես որքան տեղյակ եմ, դա Կալիֆոռնիային է տրամադրում մեդիկալը, որ հələ դեռ այդ մարդիկ Կալիֆոռնիայի, ուրեմն բանի տակ են, protection-ի տակ են, բայց բանը, Medicaid-ը, Medicare-ը դա արդեն ֆեդերալ ծրագիր է եւ մի բան էլ կարեւոր, ուրեմն հանրապետականների մեջ գիտեք, իրոք պատերազմ էր դեմոկրատները չեն խառնվել, անցել է մի ձայնի տարբերության։ Այո, երկու հանրապետական դեմ են։ Երկու թե երեք հանրապետական դեմ են քվեարկել։ Մեկն է քնած է եղել։ Եվ այլն։ Եվ կատաստրոֆիկ վիճակ է, հիմա պետք է գնա սենատ, բայց ամենակարևոր եզրակացությունն է պաշտպանական ծախսերն են, հիշում եք Տրամփ ասում էր պետք է կրճանել։ Պաշտպանական ծախսերն ավելանում։ Golden Dawn-ը չէ սարքում այդ։ Այո։ Եվ հակաօդային պաշտպանությունը, չգիտեմ, արբանյակներով, բանով, չգիտեմ, եւ այլն։ Եվ գումարած որ վտանգ, այսինքն որ վտանգ կա, հաշվարկում են, որ առաջիկա մի քանի տարվա ընթացքում Տրամփը, որ խոստանում էր արտաքին պարտքը կրճատել 4 տրիլիոն դոլարով, այո, արտաքին պարտքը ավելանում է, հետեւաբար հարգելի հետևորդներ, ահա, բայց թաքսերը կրճատում է հարուստների համար, այո, հարուստների համար թաքսերը կրճատում է եւ այսպես շարունակ։ Դա մի քիչ հարաբերական է ինքը միայն հարուստներին չի ասում, թաքսերի կրճատումը շատ լայնածավալ բան է լինելու, այնքան էլ հաշվել են, այո, կներեք, այս արագ ասեմ, հաշվել են, որ հասարակ միջին եկամուտ ունեցողի համար
կոպեկներ է լինելու այդ թաքսի կրճատումը, հիմնականում շահելու են հարուստները։ Իսկ մեր ծրագիրն այսօր էլ ավարտվեց, հարգելի հեռուստադիտողներ, վաղը պարոն Չիբուխչյանը կներկայանա YouTube-յան լայվով, մեզ հետ դարձյալ ուղիղ հանդիպումը կլինի, ցտեսություն։ Հաջողություն։